Բարև ձեզ, Factor TV հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խորշուդյանն է, ողջույն, պարոն Խորշուդյան։ Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշակի process կա Նիկոլ Փաշինյանի impeachment-ի հարցով, դա հանրապետական կուսակցության նախաձեռնությունն է եւ արդեն ստորագրություններ կան, բայց ակնհայտորեն երևում է թերահավատություն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքի կողմից, ասում են մեր 28 ստորագրություն կտենք, եթե փողոցային պայքար գեներացրեք, եկեք խոստովանենք, այսպես ավելի ռացիոնալ բան է այդտեղ երևում, որովհետեւ չկա համաժողովրդական ընդվզում, թե ինչպես են Փաշինյանին հեռացնելու, որ այդ ստորագրությունը հավաքվել են, կարող է դուք ասեք։ Ավելի ռացիոնալը ներտեսակային պայքարն է, որտեղ ամեն մեկը փորձում է առաջ իրեն գցել։ Այսինքն impeachment-ը չի թեման։ Իհարկե, եթե impeachment-ը լիներ, մի լուրջ տեխնացու կդնեին, որպես վարչապետի տեխնացու, էլի։ Չէ, ակնհայտ է, որ Քոչարյան Սերժ Սարգսյան մրցակցություն է գնում առաջնորդության, ես կասեմ համար, ընդդիմադիր իրենց անվանվող դաշտում։ Եվ ոնց սկսեցին, տենց է կմարի, բայց այդ մեղադրանքները, որ մենք փորձում ենք գոնե, իսկ դուք մեզ չօգնեցիք, չնայած վերջում ոնց որ Քոչարյանը ասաց, որ դե վերջում ինչքան ձայն ձեզ պետք է կտանք եւ այլն, ուղղակի չեն մասնակցում process-ին, որտեղ process-ը անլուրջ է, իսկ դա փաստավոր անլուրջ է։ Դե անլուրջ process-ներին չի ենք քննարկում, Ռոբերտ ջան։ Նույնիսկ ուշադրության չարժի, չեմ կարծում, գոնե այդ մասը չէ, շատ ավելի վտանգավոր է դրսից ուղղորդվող այս եկեղեցական եկեղեցու շուրջ գեներացվող գործընթացները։ Կարելի է պնդել, որ 26-ի ընտրություններին ընդառաջ իշխանությունը խնդիր է դրել իր քաղաքական հակառակորդների դաշտը մի քիչ նոսրացնել, մեր եկեղեցականները, այդ թվում Բարձրաշճան, այսպես ընդդիմադիր խոսույթով են հանդես գալիս հարցազրույցներում, այսինքն կարելի է նաև նկատել հաճախ ընդդիմության նարատիվների կրկնություն, կարող է գաղափարապես են ընդհանուր, բան չունեմ ասելու, եկեղեցու կամ հոգևորականության դեմ Փաշինյանի այս ձեռնարկումները հեռացեք, քան որ կուսակրոնության ուխտը խախտել է 26-ի մասն է, պարոն Խորշուդյան։ Ոչ միայն 26-ի մասն է, շատ ավելի գլոբալ է իրականում խնդիրը։ Ես մի շաբաթ առաջ տենց երբ որ նոր էր սկսվում այս բանավեճը, հրապարակեցի մի նյութ 1983 թվականին Վանկուվերում, Կանադայի քաղաքներից մեկում, եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովին գործողված 47 KGB-ի գործակալների մասին։ Դա հրապարակային նյութ է, դուք գիտեք, որ Սովետական միությունը փլուզվելուց հետո շատ բաներ հրապարակվեցին, շատ բաներ էլ հրապարակեցին այն KGB-ի Բարձրաշճան պաշտոնյաները, ովքեր որ անցան արևմուտք։ Իսկ շատ բաներ հենց Ելցինի օրոք թույլատրվում էր, նույնիսկ գիտնականները գնային KGB արխիվներում, ըստ էության լուստրացիա Ելցինը բավական համարձակ քայլ արեց, սկսեց, բայց իհարկե հետո տեսան, որ շատ բաները ջրի երես դուրս գալիս, փակեցին դա։ Ու արդյունքում եկեղեցիների համաշխարհային խորհրդի, տեսեք, միջազգային դրժավուն կառույցներից մեկն է կրոնական ասպարեզում, ղեկավար ընտրվեց մի էկվադորցի, թե պերուացի չեմ հիշում, ազգանունը հիմա, բայց մի մարդ, ում ուզում էր, որ ընտրվի KGB-ն, սովետական KGB-ն։ 47 եկեղեցական, այսինքն սովետական տարածքից այդ համաշխարհային կառույցին գործուղված կրոնավորների մեծ մասը եղել է KGB-ի գործակալներ։ Հասկանում եք դա ինչ թիվ է։ Հիմա այդ մարդիկ իրենց տեղերում են։ Այդ մարդիկ պաշտոնավարում են եւ որտեղ որ չեղավ լյուստրացիա, այս լյուստրացիա եղավ շատ քիչ տեղերում, օրինակ Մերձ Բալտիկայում, հետխորհրդային երկրներից ես նկատի ունեմ, նո Արևելյան Եվրոպան չեմ վերցնում, որ Եվրոմիության մաս կազմեցին չէին կարող չանել լյուստրացիա։ Ավելի շուտ sense կարողացան անեն լյուստրացիա, որտեղ լյուստրացիա անելը շատ բարդ բան է եւ Վրաստանում նույնիսկ Սաակաշվիլին, որին ոչ մեկ չէր կարող կասկածել եւ չեն կասկածում եւ ես էլ չեմ կասկածում, որ կարող է ինչ-որ կապեր ունենար ռուսական KGB-ի հետ, բայց նույնիսկ ինքը չհամարձակվեց լյուստրացիա անել եւ շատ սահմանափակ լյուստրացիա արեցին մինչեւ 37 թիվը ներառյալ այդ ստուկաչներին եւ այլն ժամանակվա, ովքեր որ մատնագրեր էին ուղարկում իրենց հարևաններին։ Դա պատերազմ է, այսպես ասենք, կենտրոնի դեմ, նրա դեմ ով գործակալները բան լյուստրացիա։ Եվ նրա դեմ եւ մի ամբողջ ցանցի դեմ, համակարգի դեմ, որը որ քո պետության ներսում քաղցկեղի պես մտել է
Եվ ինքը դու ընդամենը հույս ես ունենում, ես նկատի ունեմ ղեկավարները հատկապես նույն Սաակաշվիլին հույս ես ունենում, որ այլ միջոցներով առանց այդ քաղցկեղին դիպելու, որտեղ գիտեք, չէ, քաղցկեղը այսպես հատկություն ունի, որ նույնիսկ բիոպսիա են անում, եթե հանգարց ճիշտ չարեցին, հենց որ դիպչում են իրան, ինքը արագ սկսում է ավելի ծավալվել, ակտիվանալ, հա։ Նույն այս դրա համար շատ դիպուկ է, շատերն են համեմատում քաղցկեղի հետ, որ հանգարց դիպում ես, կպնում ես, ինքը սկսում է տարածվել եւ կամ իր դեմ շատ արմատական միջոցներով պետք է պայքարես, հա։ Հիմա չեմ ուզում բառացի քաղցկեղի, ասենք քիմիոթերապիա եւ այլն անցկացնել երբեմն վիրահատություն եւ այլն, կամ ուրեմն պետք է թողես ինքը ասենց կամած իր համար ապրի, օրգանիզմի հետ միասին մահանա, բայց փաստ է որ ինքը չի հանգստանա, մինչև օրգանիզմը չմահանա, կամ ինքը կհանգստանա, երբ որ օրգանիզմը կմահանա։ Հնարավոր չի թույլ տալ քաղցկեղին ապրել օրգանիզմի մեջ։ Հիմա մենք անդադ դրա մասին խոսում ենք, որ իդեպ այլ երկրները, նույն Ուկրաինան, տեսեք, ինքը լյուստրացիա չարեց, պատերազմի մեջ է գտնվում, բայց նույնիսկ դա ինքը չի համարձակում լյուստրացիաներ, բայց ինքը ուրիշ բան արեց։ Ինքը ներքին կարգով իր ունեցած տեղեկություններով, ովքեր որ գործակալ են, նույն Մեդվեդչուկների պատմությունը հիշում եք, միջև պատերազմ Մեդվեդչուկը պարլամենտում նստած էր, ազդեցություն էր գործում մի այլ կարգի, ըստ էության համակարգում էր ամբողջ այդ KGB-ական ցանցը, որը որ հիմա էլ ծառայում է Ռուսաստան, հասկանաք խնդիրը ինչու՞մ է, որ ասում են դե KGB-ն սովետի ժամանակ էր, հիմա շատերն են ժամանակ սխալվել եւ այլն, հիմա էլ հո անկախ պետություններում ենք ապրում, չէ, արկելներս, KGB-ն այդպես չի աշխատում։ Նախ KGB-ն երբ որ վերբովկա էր անում, նաև կոմպրոմատներ էր մարդկանց վրա հավաքագրում։ Եվ ամեն ինչ նաև թույլ էր տալիս մարդուն անել, տարբեր հանցագործություններ, սկսած անձնական հողի վրա, հա, եւ վերջացած ֆինանսական եւ այլն կոռուպցիայի մեջ ներկայացվել, որովհետեւ այդ ամբողջը հետո իր դեմ օգտագործեր, եթե հանգարց ինքը համարձակվեց չի ենթարկվել։ Հիմա այդ ամբողջ արխիվներով եւ ամեն ինչով Մոսկվայում է, իսկ Հայաստանում ինչ էլ կար, նո գործողությունները ասում են դե մենք չունենք ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ամբողջը տեղափոխվել է Մոսկվա։ Ես նախ չեմ հավատում, որ ամբողջն է տեղափոխվել, ես վստահ եմ, որ շատ բաներ դեռ կա, բայց ինչ էլ որ չի տեղափոխվել, կարելի է բացահայտել հարցաքննությունների տեսքով, որտեղ մարդիկ կենթանի են, շատերը պատրաստ են ցուցմունքներ տալ եւ պատմել այն ինչ որ իրենք գիտեն։ Եվ ամենակարևորը արևմտյան մեր գործընկերների միջոցով, ում ձեռքում հայտնվել է հսկայական արխիվներ, այդ թվում արևելաեվրոպական երկրների KGB-ների արխիվները, մերձբալթյան երկրների KGB-ների արխիվները։ Հայաստանի նման խնդիր չի էլ դրել իր առաջ։ Հենց այդ է խնդիրը, որ իրանք մտածում են, որ կարող են առանց նման խնդիր դնելու, առանց ներքին կարգով այդ լյուստրացիան, գոնե ներքին կարգով, տեսեք, չեմ ասում օրենք ընդունելը, հասկանալով, որ գուցե իրոք շատ բարդ է, այն էլ Հայաստանի համար, որ դա նաև մարտահրավեր է Մոսկվային։ Մերձբալթյան երկրները խնդիր չունեն այդպես մարտահրավեր նետել Մոսկվային։ Ուկրաինան նույնիսկ հիմա խնդիր չունի, որտեղ պատերազմում է Մոսկվայի հետ։ Բայց նույնիսկ նա չի անում, որ այդ ցանցին ամբողջությամբ այսպես բորբոքի, հա, այս բան անել իր դեմ։ Կնեք Փաշնան, երբ որ գրում է Մոսկվա շքերթի մասնակցելու, ակնհայտ է, չէ, որ որոշակի մեղմացումների ակնկալիք ունի Ռուսաստանից, չգիտեմ դա կլինի թե չէ, այսինքն այսպես թշնամական ալիքներ գոնե այս փուլում այս շրջանում չստանան։ Ես հասկանում եմ ակնկալում, որ նա գնա լյուստրացիայի Ռուսաստանի ագենտուրային։ Դե դրա համար եմ ասում, որ հասկանում եմ, որ մի կողմից քննադատում եմ, մի կողմից անդադ պահանջում եմ եւ ես եւ իմ գործընկերները, բայց մյուս կողմից ներկուստ հասկանում ենք, որ գուցե այդպես կոշտ այսպես արճակատման գնալ լյուստրացիայի միջոցով պատրաստ չի իշխանությունը եւ իրոք խնդիր է երկրի համար։ Իդեպ էլ մի անգամ էլ ասեմ, որ մեր լսողները պատկերացնեն, հա, լյուստրացիան այն չի, որ այդ հազարավոր, տասնյակ հազարավոր գործակալներին, իսկ ելի եմ կրկնում Հայաստանում եւ Ուկրաինայում ամենախիտ մարդու մեկ շնչին հաշվով ամենախիտ ցանցը գործակալների, վերբով կարածների եղել է Հայաստանում եւ Ուկրաինայում, որտեղ որ անկախական շարժումը ամենաուժեղն է եղել։ Հիմա Ուկրաինայում դրա դեմ պայքարը սկսել են եւ այդ թվում ոլորտ առ ոլորտ են այդ պայքարը իրականացնում։ Հա, ինչ է ուզում ասել, որ լյուստրացիան դա այն չի, որ բոլորին այդ տասնյակ հազարներին դնես հրապարակային ասես, այս մարդիկ եղել են KGB-ի գործակալ, հա։ Նման խնդիր դրված չի եւ ոչ մի լյուստրացիա օրենք, շատ կոշտ օրենք պետք է լինի, ոչ մեկ դրան չի ուզում գնա, որտեղ ներհասարական լուրջ խնդիրներ կլինեն, ել չասած, որ այնպես չի իրոք, որ այդ տասնյակ հազարավոր գործակալները բոլորը ակտուալ են Մոսկվայի համար, որ բոլորին այդ կապի մեջ պահեն, բոլորին օգտագործեն, հա, մարդիկ շատերը թոշակ են անցել, շատերը մահացել են, շատերը ընդհանրապես
այնպիսի ոլորտներում են, որ որևէ օգուտ չեն կարող տալ, ասենք KGB-ին, դրա համար բոլորի անունները հրապարակել իմաստ չունի։ 11 թվականին, երբ որ ժառանգությունը եւ Ստեփան Սաֆարյանի հեղինակած օրենքներ առաջարկում էր պարլամենտում օրինագիծ, այնտեղ մեղմ լյուստրացիայի մասն է խոսքը։ Մեղմ լյուստրացիան որն է, որ դու ոչ մի չես հրապարակում, դու ընդհանրապես օրենքով ասում ես, որ ցանկացած մեկը, ով որ ուզում է պետական պաշտոնի անցնի, ընդ որում միայն պետական պաշտոնի մասն է խոսքը, չնայած ես օրինակ կողմնակից եմ, որ նաև հասարակական գործունեությամբ զբաղվողներին դա պետք է տարածվի եւ կրոնական, ուրեմն բարձրաստիճան հոգեվորականներին դա պետք է վերաբերի, ով որ ուզում է նման բանով զբաղվել, ինքը պետք է պատրաստ լինի, որ իր մասին տեղեկությունները կհրապարակվեն, որ ինքը եղել է KGB-ի գործակալ, եթե եղել է։ Դա է մեղմ լյուստրացիան, որ եթե մարդը չի ուզում այդ ոլորտների մեջ մտնի, որոնք որ ամենամեծ ազդեցությունն են թողնում, հա նաև մամուլի դեպ, այդ հասարակական գործունեություն ասած, ես նաև նկատի ունեմ լրատվամիջոցները։ Չես ուզում նման բանի մեջ մտնել, որ նաև դու ինքդ խոցելի չդառնաս KGB-ի ազդեցությունների համար, այլ ուզում ես քո համար կոպիտած սխալը արել է ժամանակին, շարդ քաշած քո համար ապրես, կյանքդ ավարտես։ Խնդիր չկա, գնա ապրի, ոչ մեկ քեզ չի անվանարկի, ոչ մեկ քեզ չի խայտարակի, անունդ ոչ մեկ չի տա։ Բայց եթե ուզում ես դառնալ պետական պաշտոնյա, ղեկավար, քաղաքական գործիչ, հասարակական գործիչ, լրագրող եւ այլն, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ հանրությունը իմանա դրա մասին։ Ինչի ենք ասում ոչ թե պատժելու մասին է խոսքը, այլ ընդհանրապես իմանալու, որովհետև չես կարող պատժել այդ մարդուն, որովհետև այն ժամանակվա օրենքներով սովետական միության ինքը հակաօրինական բան չի արել։ KGB-ն եղել է սովետական միության մաս, դու էլ եղել ես սովետական միության քաղաքացի։ Իրավունք ունեցել ես դառնաս KGB-ի գործակալ։ Ես ես հարցրի Հայաստանի աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների բախման մասին, դուք սկսեցիք պատմել KGB-ի գործակալների եւ լյուստրացիայի թեմայից, ինչու՞։ Ես ամենասկզբից, չշեղվեցի, ամենասկզբից Տորոնտոյի այդ պատմությունը որ ասի 47 հոգեվորականների մասն է խոսքը։ Բայց ինչ կապ ունի մեր թեմայի հետ, դա չեմ հասկանում։ Որովհետև Հայաստանից էլ են գործողված այդտեղ մարդիկ եւ պետք է հասկանալ, իսկ ովքեր են այդ։ Ինչի միջև հիմա չի հրապարակվում այդ ցանկը, ովքեր են եղել KGB գործակալները Հայաստանի բարձրաստիճան հոգեվորական։ Իսկ ես ասեմ, սովետական միությունը երբ որ ձևավորվեց, կրոնի դեմ գիտեք ինչ արշավ էր սկսվել։ Այն որ հիմա Ստալինին գովերքում են տարբեր Աչապահյանը եւ այլն, չէ, այդ հոգեվորականներ։ Ուրեմն Ստալինը սովետական միության դասական ներկայացուցիչներից էր, բայց Լենինի օրոք, Լենինից հետո եւ այլն Տրոցկի եւ այլն հոգեվորականության դեմ մեծ հալածանքներ ըստ էության արգելեցին եկեղեցին եւ կրոնը չէր գործում գրեթե, հա, ոչ միայն եկեղեցին, այլ նաեւ իսլամական բոլոր տեսակի կրոնները։ Ստալինի օրոք Ստալինը այդ պատերազմի ժամանակ հասկանալով ինչքան կարևոր է նաև այդ ներուժը օգտագործել կրոնական հավատացյալների եւ այլն պատերազմի ժամանակ ինքը թույլատրեց, բայց բարձա չէ ոնց թույլատրեց եւ ում թույլատրեց։ Ռուսաստանի բանում ուղղափառ եկեղեցում արճակատում եղավ ներքին, նրանք ովքեր պատրաստ էին համագործակցել KGB-ի հետ եւ գնալ եկեղեցին սկսել կառուցել, այսինքն նորից զրոյից էլ այդ համակարգը նկատի ունեմ եւ հավատացյալներին իրենցով անել այսպես եւ նրանք ովքեր որ հրաժարվեցին դա անել KGB-ի հետ եւ սովետական իշխանությունների հետ համագործակցաբար եւ արտագաղթեցին շատերը Կանադայում են եւ այլ տեղերում եւ բոլոր կրոնները սովետական միության տարածքում Ստալինի օրոք սկսեցին գործել KGB-ի այն ժամանակ NKVD-ի եւ այլն աչալուր չսկողության եւ վերահսկողության ներքո։ Բոլորը դա միայն Հայաստանին չէր վերաբերում։ Ստալինյա եկեղեցի ասված է կա, երբ որ այսպես ճակերտների մեջ ստուգման էին ենթարկվում հոգեվորականները նշանակվելուց առաջ այդ ծառայությանը։ Ոչ միայն ստուգման էին ենթարկվում, այլ համապատասխան թղթեր էին ստորագրում եւ համապատասխան ուրեմն ծառայությունների հետ համագործակցության մասին արդեն երթում էին տալիս։ Էլ չեմ ասում շատերը ուղղակի կոչումներ ունեն արդեն, հա։ Ունեցել են եւ հիմա էլ միջին։ Կարծում եք նրանք այսօրվա հոգեվոր վերնախավում առկա են։ Միանշանակ։ Այսինքն այդ մեթոդներով նշանակված հոգեվորականները։ Հիմա տեսեք, Հայաստանի առաքելական եկեղեցին եւ նրա վերնախավը նույն ազդեցության տակ է եղել, նույնիսկ ավելի, քան մյուս եկեղեցիները, ասեմ թե ինչու։ Որովհետեւ ինքը շատ, այսպես գայթակղիչ կտոր է եղել KGB-ի համար ունենալով համաշխարհային ցանց։ Նույնը դաշնակցությունը։ Համաշխարհային ցանց ունենալն է հատկապես հետաքրքրել KGB-ին, որ այդ ցանցի միջոցով կարող են աշխարհով մեկ վերբով կանել մարդկանց, հասկանում եք, պատրաստի ցանց է։ Եվ դու այդ ցանցի են վերևի գլխավոր մասին, եթե քեզանով ես անում, այն ամբողջ ցանցը սկսում է արդեն քեզ ծառայել։ Եվ այդպես էլ եղավ։ Եվ դրա մասին Կալուգինն է խոսում, դաշնակցության մասով հատկապես, հա, որ ասում է մենք մեծ ուշադրություն ենք դարձնում հենց այդ ցանցը ձևավորելու համար եւ այլն։
Եվ նման պայմաններում այդ ամեն ինչ այդ ստվերում գործող, բայց հսկայական գործընթացների վրա հսկայական ազդեցություն ունեցող երևույթներին անտեսել եւ տեսնել մենակ այս պրիմիտիվ մակերեսային թե ով հետ քնեց եւ ով անվանարկեց, դա Հայաստանի իշխանության առաջարկած օրակարգն է։ Հայաստանի իշխանությունը ցավոք սրտի քանի որ չի համարձակվում լյուստրացիայի ճանապարհով գնալ, ինքը գնում է այսպես տեղաշորներ լյուստրացիայի ճանապարհ։ Հա։ Հիմա տեսեք, չնայած այդտեղ տեղաշորների լյուստրացիա հետարքից բառ ասացիք, բայց սա լյուստրացիայի մասին չի, սա ընդհանրապես ուխտ խախտելու մասին է, հա, որտեվ շարքային եկեղեցականների մասին ոչ մեկ չի բարձրաձայնում եւ փառքաստու որ չի բարձրաձայնում այդ իշխանություններից, ով ինչով է զբաղվում, հետ է զբաղվում, որտեվ նրանք դրա իրավունք ունեն։ Իրենց բարոյական հարցն է, թե Աստծո հետ հարաբերություններում ինչպես են այդ ամեն ինչը տեղավորում, այդ իրենց խնդիրն է։ Խոսքը վերաբերում է Բարսաշչյան հոգեվորականներին, որոնք ուխտ են ստանձնել, հա, այսինքն եւ հիմա ըստ էության ուխտադրժության մեջ է իրենց մեղադրանքը եւ այն որ իրենք խափում են, իսկ ստելը դա մեղքերից մեկն է, հա։ 10 պատվիրանների խախտումներից մեկն է։ Բարձրագույն հոգեվորախորհուրդը որ հայտարարություն էր տարածել, չեն հայրքել, որ մենք խախտել ենք այդ կուսակրոնության ուխտը, ասում են։ Սուտը մենակ այն չի, որ դա խոստովանում ես, թե չես խոստովանում։ Սուտը այն է, որ դու այդ պաշտոնին ես լինելով այդպեսին, դա արդեն կեղծիք կա։ Եկեղեցու ներքին գործերն են։ Կաթողիկոսն էլ էր 1-2 օր առաջ օդանավականում ասում, նման հարցեր լուծվում են ներսում, բայց չգիտենք նրանք լուծելու են նման հարցեր, թե ոչ։ Այ, էս էլ գանք հիմա նաև այդ ասպեկտն է քննարկենք, հա, դրսի ազդեցությունները սա ավարտենք, նաև այդ հարցը քննարկենք։ Հիմա տեսեք, իմ համար պատահական չի, որ նույն այդ Ալլահ Շոքյուր Փաշազադեն, որ այլ նույն ցանցի մաս է, եւ նույն կենտրոնից ղեկավարվող են։ Հենց այս վիճակներում այսպես ակտիվացրեց իր գործողությունները, որպեսզի այն ինչ որ պետք է ակնհայտորեն իշխանությունը ինքնապաշտպանության նպատակներով դրսի ազդեցություններից ինքնապաշտպանվելու նկատի ունեմ, իսկ այդ ազդեցությունը անցած տարվանից սկսվեց, երբ որ Վազգեն Գալստանյանը սկսեց այդ քաղաքական արշավի ղեկավարումը, ընդ որում դրա մասին բացահայտ հայտարարել է մեկ այլ Ռուսաստանի շահերը սպասարկող անձ Ռոբերտ Քոչարյանը դեռ ամիսներ առաջ դրանից, որ դե որ մեզ չեն վստահում մարդիկ, ուրեմն մի վստահելի մարդ գտնենք, իսկ դա ամենայն հավանականությամբ եկեղեցուց պետք է լինի, ինքն էլ լինելով աթեիստ գիտեք, բայց ամենայն դեպս ինքը որպես քաղաքական գործիչ այդ ճանապարհը առաջարկեց ու այդպես էլ արվեց։ Այդ ճանապարհը մեզ չէր առաջարկում հասարակությանը։ Այդ ճանապարհը հնչեցնում էր նաև այն մարդկանց հետ, ում հետ սերտ կապերի մեջ ում հետ ամենտատ գնում է հանդիպում է Մոսկվայում։ Եվ այդ մարդիկ ընդունեցին այդ առաջարկը եւ այս շարժումը սկսվեց։ Քաղաքական շարժում կրոնական հովանու ներքո։ Այսինքն այդտեղ արդեն հակասահմանադրական մի գործընթաց սկսեց, որտեղ որ մեր սահմանադրությունը իբր պաշտպանում է մեզ, այսինքն հասարակությանը քաղաքական ասպարեզը եկեղեցու ներթափանցումներից քաղաքական գործընթացների մեջ, բայց այդքան էլ լավ չի պաշտպանում։ Ինչի լավ չի պաշտպանում, որտեղ եկեղեցու այսօրվա վերնախավը այնպիսի հիմնասյուների վրա է ինքը գործում, այդ թվում այդ ցանցերի, որ ես նշեցի, որ իրեն դիպչելը շատ բարդ է, ել չասած նաև կրոնական հատվածի, հատկապես մոլերանտ հատվածի մասը, որը որ պատրաստ է աչք փակել ամեն ինչի վրա, մենակ թե քանի որ ուրեմն բանը վեղար է մեկը կրում կամ ասենք սքեմավոր է, ուրեմն վերջի ինքը անձեռնմխել է, իրեն ոչինչ ասել չի կարելի, եւ այդ բոլորին ըստ էության եկեղեցին կարող էր մոբիլիզացնել իշխանության դեմ, պետության դեմ տվյալ դեպքում, հա, որտեվ այս դեպքում իշխանությունը, այո, իշխանները զեր համամիտ են, որ 26 թվին է նաև պատրաստվում, բայց հարցը այն է, որ ինքը պատրաստում է 26 թվին չեզոքացնելով ոչ թե պարզապես քաղաքական հակառակորդներին, այլ տվյալ դեպքում արտաքին ազդեցություններին, որոնք որ արդեն մի անգամ փորձ արվեց կիրառել 21 թվականին եւ չստացվեց, բայց այս անգամ քանի որ այլ ստավկա են դնում ոչ թե Քոչարյանի վրա, այլ հենց իր ուղղորդմամբ եկեղեցու վրա ցավոք սրտի, այսինքն հազարամյակների այս կառույցը, որը որ պետք է ծառայեր Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդի շահերին, ինքը փաստորեն ծառայում է արդեն մի տարի է օտար ուժերին, կոնկրետ Ռուսաստանին, հա։ Խաղադրույքը ով է անում նկատի ունեմ։ Ռուսաստանի Դաշնությանը նկատի ունեք, այսինքն քաղաքական ուժերը բավարար չեն իշխանափոխության համար, եկեղեցին պետք է միացնել։ Դե բավարար լինի, կանեին, էլի, հենա 21 թվականին տեսան Ռուսաստանում, որ այդ քաղաքական ուժերը բավարար չեն իշխանափոխության համար։ Դրա համար իրենց մյուս կառույցին, իրենց ազդեցության տակ գտնվող, այսպես ասենք, մյուս կառույցին, հիմա գալով պետության ներգրավման այս ամեն ինչում, լավ, բա ասենք թե նույնիսկ այս արտաքին ազդեցությունները չկան, որտեղ արտաքին ազդեցությունների մասով ԱԱԾ-ն պետք է գործի իրականում եւ
այստեղ էլ մի ուրիշ խնդիր է, որտեղ ԱԱԾ-ն էլ վերջնականապես մաքրված է արտաքին ազդեցություններից, թե չէ, այդտեղ էլ հարց ունենք։ Այսօր եթե բախվում են փաստացի երկու հատուկ ծառայություններ Հայաստանում, փաստորեն Հայաստանի հատուկ ծառայությունը ոնց որ թե տանուլ է տալիս։ Իսկ միգուցե իր ամբողջ ուժերով չի պայքարում Հայաստանի պետականության համար։ Տարբեր տեղեկություններով հիմա ԱԱԾ-ն ինչ-որ ստուգումներ է անում։ Որտեղ։ Առաքելական եկեղեցում։ Ինչ ստուգում։ Էջմիածում, չգիտեմ, ինչ որ տենց ինֆորմացիա սպրտեց մամուլ։ Ֆինանսական, ֆինանսական ինչ որ դեռ ուրիշ ինչ ստուգումներ կարող են անել, հա։ Կուսակրոնության ուխտը պահում են, թե չի կարող նման բան ստուգել, բնականաբար։ Դա է հարցը, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է որոշակի փոփոխություններ կրի եւ առնվազն քաղաքացիներից պահանջվող որոշակի ուրեմն դրույթներ պահանջներ պետքա տարածվեն նաև եկեղեցու վրա, որտեղ նրանք էլ են վերջիվերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եթե մենք ասում ենք, որ քաղաքացին կոռուպցիայով զբաղվել իրավունք չունի, եթե մենք ասում ենք, որ Բարսասյան Պաշտոնյան պետք է վեթինգ անցնի, մենք ենք պահանջում, իսկ իշխանությունը ասում է լավ գոնե թող հայտարարագրի վեթինգի այդ մի կտորը մենակ անենք, հայտարարագրի ունեցվածքը հասկանանք որտեղից է ձեռք բերել, ապա եկեղեցականները հատկապես Բարսասյան առավել եւս, բա մենք չիմանանք այդ միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարների նվիրատվությունները, որ մարդիկ Աստծուն հավատալով, եկեղեցուն հարգելով տալիս են ինչ որ մարդկանց, այդ մարդիկ օգտագործում են ըստ նպատակային ծախսերի, այլ ոչ թե դնում են գրպանը։ Ասում են պետությունից անջատ ենք։ Այսինքն, ուրեմն մեր հավատացյալների այդ հոտը, մեր եկեղեցին անպաշտպան է։ Պետությունը չի կարող պաշտպանել եկեղեցուց, որովհետև այդ եկեղեցու ղեկավարները, ովքեր որ շատ դեպքերում կարող ենք ասել բռնազավթել են նույն ձևի, ոնց որ նախկինում հարապետականներն ու քոչարյանականներն են բռնազավթել պետությունը, իշխանությունը, եւ մեր պետությունը կոչվում էր միջազգային ռենկինգներով captured state, զավթված պետություն։ Դա միջազգային տերմին է, ես չեմ հնարել։ Նույն կերպ եկեղեցին է։ Ես չգիտեմ Գարեգին բն ոնց է ընտրվել եւ այլ տարբեր խոսակցություններ կան նաեւ այն ժամանակ կեղծված ընտրությունների մասին, տարբեր բողոքներ եղել, բայց հարցը նույնիսկ դա չի։ Հարցը այն է, որ ինքը պաշտոնապես իր պահվածքով չի համապատասխանում այդ կարգավիճակին եւ այդքանով էլ ինքը ուղղակի պետք է հրաժարվի այդ պաշտոնից, բայց եթե ինքը մնում է եւ իր շրջապատը, որոնք որ էլի չեն համապատասխանում առնվազն իրենց իսկ կանոններով չեն համապատասխանում այդ դիրքերին եւ չեն գնում ոչ միտեղ, ով պետք է կարողանա ստիպի նրանց պահպանել իրենց ներքին կարգը։ Աստված ինչ պետք է անի, ասենք համակարգող խորհուրդը սպասի միջև այդ մարդիկ այն աշխարհ գնան իրենց բանով տարիքն առնելու կապակցությամբ եւ այնտեղ դժոխք կուղարկի ու դրանով բոլորս բավարար։ Տեսեք, հոգեվորականները Բարձրաստան ասում են, այ որ դուք մեզ մեղադրում եք պետության գործեր միջամտելու մեջ, մենք մեր ազգային, պետական, անվտանգային, արտաքին քաղաքական եւ այլն կարևոր հարցերով միջամտում ենք, որովհետեւ երկիրը վտանգված է, Ադրբեջանի ագրեսիայի վտանգ կա, Հայաստանի իշխանությունը ձախողակ քաղաքականություն է վարում եւ մենք որպես ազգային ինստիտուտ չենք կարող այդ ամեն ինչի առաջ աչք փակել եւ խոսում ենք տարբեր թեմաներով, հա։ Երբ որ Հայաստանի իշխանությունն է սկսում զբաղվել եկեղեցու ներքին խնդիրներով, ընդդիմությունը ասում է դուք հարձակվում եք ազգային կարևոր, այսպես կառույցի վրա, հա։ Ձեր կարծիքով այստեղ սահմանները երկուսն էլ չեն հատել, այսինքն ստացվում է սահմանադրություն խախտված է երկուսի կողմից էլ, պարոն Խորշուդյան։ Ուրեմն սկսենք նրանից, որ եկեղեցին, այն ինչ որ հիմա ասում է, որ ինքը միջամտում է այդ հարցերին, որտեղ վտանգված է ազգային եսիմինչերը։ Օրինակ սահմանազատման թեմայով կհիշեք, հայտարարություն են տարածել։ Ուրեմն ուզում են ասեն, որ 20 թվականին, երբ որ Ադրբեջան հարձակվեց Հայաստանի վրա, Ռուսաստանի ներգրավմամբ եւ հրահրմամբ եւ ծպտունը դուրս չեկավ եկեղեցու, այն ժամանակ վտանգված չէր մեր ազգային որևէ բան։ Թե ուզում են ասեն 23 թվականին, երբ որ Արցախը հայաթափեցին, էլի Ռուսաստանի հրահարմամբ եւ մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունն ու բանակը, էլի ոչ մի ազգային մեր խնդիր վտանգված չէր, այլ վտանգվեց, երբ որ հանգարց ռուսներին շտապ պետք եղավ այստեղ իշխանափոխություն անել։ Իդեպ այն ժամանակ էլ փոխանակ իրանք աղաղակեին, այդ թվում եկեղեցիների համաշխարհային խորհրդում, այդ թվում տարբեր միջազգային կառույցներում 20 թվականին աղաղակեին, 23 թվականին էթնիկ զտման ժամանակ աղաղակեին։ Իրենք մենակ 20 թվականից հետո իշխանափոխության պահանջին միացան ընդհանրապես ներքաղաքական մի խնդրի, որով այդպիսի հարցեր չէին լուծվելու։
Հասկանում եք, կամ մարտի 1-ը էլ չասեմ, հա, այն ժամանակ, այն ժամանակ ազգային խնդիրներ չէր վտանգված, որ ներհասարակական պառակտում էր, իշխանության բռնազավթում էր եւ մարդկանց Երևանում փողոցներում հենց օրը ցերեկով գնդակահարում էին։ Կաթողիկոսը գնացել էր Տեր-Պետրոսյանի տուն, առաջին նախագահը չընդունեց։ Թող մի բան խոսեր։ Մի բան արտահայտ էր, գնացել էր, որ ինչ աներ, սուրճ կմեր, թե ինչ աներ։ Երևի երկխոսության առաջարկով։ Բայց նա ինչ գործ ունի երկխոսության առաջարկան, ինքը հոգևոր իբր հոգևոր դաշտի պատասխանատուներից է։ Թող ինքը կարծիք հայտներ, որ մարդիկ լսեին, հա լավ, չընդունեց Տեր-Պետրոսյան, ինքն է գնաց տուն, եւ մարդիկ այդպես էլ չհասկացան։ Քո դիրքորոշումը որպես եկեղեցի, քո հոտի անդամների մարդկանց գնդակահարում սպանում են, ընդամենը խաղաղ բանի մասնակցելու համար։ Դու այդտեղ դիրքորոշում չունես, ազգային որևէ խնդիր չի առաջացել դրա արդյունքում։ Հասկանում եք, այդ մարդիկ օրթախ էին հանրապետականների հետ։ Հատուկ եմ այդ բառը օգտագործում, որտեղ իրենք են այդ բառը օգտագործում, իրենք բիզնեսմեններ էին, ամենայն հարգանքով բոլոր բիզնեսների հանդեպ, բիզնեսմենների, ես ինքս էլ բիզնես ունեմ եւ այլն, բայց մի բան է, երբ որ դու ես քաղաքացին է բիզնեսով զբաղվում, մի բան է, երբ որ դրանով զբաղվում է Բարսաշչյան եկեղեցականը եւ խախտելով նաեւ բոլոր կանոնները կրոնի։ Տեսակ Տեր-Պետրոսյանն էլ մեղադրեց Փաշինյանին հարձակման մեջ, հակասահմանադրական հարձակման մեջ եկեղեցու դեմ։ Նա էլ հո առաջին նախագահն է, Քոչյանը։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մի քիչ բարդ է եւ իր քաղաքական գործելավոճն էլ բավականին բարդ է։ Այսպես մակերեսային քննարկումը անշնորհակալ գործ է Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերի։ Ես մի անգամ արդեն արտահայտվել եմ, որ լավ կլներ նաեւ առաջին նախագահը արտահայտվեր այն ռազմական հեղաշրջման կոչերի մասով, որը որ Աչապահյանը եկեղեցու վերջի դեմքը չի, ինքն էլ բացահայտ խոստովանում է, որ ժամանակին 20 թվականին նման ռազմական հեղաշրջման հորդորներ է արել նախագահներին այն ժամանակվա երկրորդ եւ երրորդ նախագահների, նախկին նախագահներին, հա։ Կա այդ տեսանյութը։ Հա, մարդը բացահայտ իդեպ դա էլ է խնդիր։ Ցանկացած այլ քաղաքացի նման կոչ, ինքնախոստովանություն աներ նման կոչերի համար, ինքը պատասխանատվության։ Դե նրանք անջատ են պետությունից, երևի անջատ են, ուրեմն ինչ ուզես կարող են անեն։ Օրենքներին չեն թարգում։ Չի կարող այդպիսի բան լինի, ոչ, իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են եւ ենթակային Հայաստանի Հանրապետության օրենքներով չեն կարող մարդ սպանել։ Իրենք որ ասում են այդ մեր գործն է, մեր ու Աստծո գործն է, 10 պատվիրանների խախտումը, հա, իրանք խնդիր չունեն, ուզում են շնանան, ուզում են գողանան, կրոնական իմաստով խնդիր չունեն, թող գնան Միգուցե Աստված կպաջի, չի պատժի Հայաստանի։ Չէ, բայց դա կա նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնք շատ դեպքերում համընկնում են պատվիրանների հետ, իդեպ 10 պատվիրանների հետ, նույն չսպանաները կա, չգողանալը կա, հասկանում եք, եւ իրենք պարտավոր են, եթե չեն ենթարկվում ուրեմն կրոնական իմաստով այդ օրենքներին, պատվիրաններին, կանոններին, գոնե Հայաստանի Հանրապետության օրենքներին պարտավոր են ենթարկվեն։ Եվ եթե մեր հավատացյալները պատրաստ են ամեն ինչի վրա աչք փակել, նրանք թե ինչ են անում, բայց Հայաստանի պետական մարմինները, այդ պետաիրավական հատկապես, հա, իրավապահ մարմինները պետքա հետևեն եւ թույլ չտան նման բան։ Բայց քանի որ եկեղեցին այնքան մեծ ազդեցություն ունի Հայաստանի հասարակության վրա եւ այդ գործակալական ցանցն այնքան սերտ է համագործակցում եւ ներթափանցած է եկեղեցու մեջ եւ այլ մարմիններում նաեւ եւ կարող է միշտ այսպես կոնսոլիդացվել այդ վերնախավ ոչ թե եկեղեցու հեղինակությունը, այլ եկեղեցու հեղինակությանը ոտաստակ տվող այդ եկեղեցական վերնախավի շահերը պաշտպանելու օգտին, այդտեղ ուրեմն պետությունը պետք է ինչ-որ մի բան անի։ Եվ էլի գալիս ենք այդ լյուստրացիայի հարցերին, եթե չեք կարողանում հրապարակային բացահայտ լյուստրացիա անել, բարի եղեք այլ գործիքակազմ կիրառել, թեկուզ ոչ ֆորմալ։ Տեսեք, վարչապետը ասում է ոչ ֆորմալ խորհուրդ ստեղծենք այդ հարցը լուծելու համար։ Ոչ ֆորմալ, բայց պետական լիազորություններ ունեցող որոշակի մարմին ստեղծեք, որ այդ լյուստրացիան անի, սկսի հավաքագրել փաստերը, մի հատ իմանան գոնե ով է եղել, ով է հիմա մնացել։ Եվ դրա հիման վրա արդեն հասարակությանը կներկայացրեք, որ հասարակությունը իմանա։ Իդեպ, ես կարծում եմ, որ այն ինչ որ վարչապետի ձեռքի տակ կա այն տեղեկությունը, դրա փոքր մասն է նա հրապարակել։ Ինչ տեղեկություն։ Այդ թվում եկեղեցականների մասին եւ այստեղ զուտ անձնական կյանքին վերաբերող հարց չի, ես ինքս էլ դեմ եմ։ Քերակրոջ պատմություն։ Ընդհանրապես ես դեմ եմ այդ անձնական կյանքը մի կողմ է պետք թողել։ Մանավանդ մեր ժողովուրդը բավական ազատական է, լիբերալ է։ Եվ այդպիսի բաներին բանտեղ չի։ Դա կոմպրոմատ չի էլ դիտարկվում։ Չի համարում, այո, միանշանակ։ Տեսեք, մեծ հաշվով մի հատ հարց տամ էլի ձեզ։ Եթե խելքը գլխին նորմալ կաթողիկոս ունենայինք, սեփական երկրի շահերը պաշտպանող, սեփական հոտնել իրեն շատ լավ վերաբերել, հարգեր, սիրեր, ի տարբերություն այս Գարեգին Բեի։ Հանգարց պարզվեր, որ նա բան է, կին երեխա ունի։
Այդ հասարակությունը ինչ են ասելու։ Ասել են, վայ, չէ, էլ քեզ չենք սիրում, էլ դու լավը չես։ Չէ, ասել լավ դե հիմա դու մերն ես, մենք քեզ հարգում ենք։ Հիմա էլ առանձնատուկ որ դա կրոնական բաների խախտում կլիներ։ Հիմա էլ առանձնատուկ շոկ չի։ Այդ եմ ասում, առավել եւս այն ժամանակ նույնիսկ եթե լիներ, աչք փակեր ժողովուրդը, բայց հիմա էլ ինչ որ իմաստով այդ չի էլի, որ Գարեգին Բեի հանդեպ բացասական։ Ես կարծում եմ, բայց կա այլ բաներ, եւ հատկապես ես մի օր էլ մի քանի օր առաջ գրեցի, որ վեթինգ մի հատ արեք։ Վեթինգը հոմենակ պետական պաշտոնյաներին չի վերաբերում։ Եթե եկեղեցականը, իդեպ, գիտեք, Քրիստոսը հատուկ այդ թեմայով էլ խոսք ունի, ասում է, ավելի հեշտ ուխտը կանցնի ասեղի այդ գլխի միջով, այդ անցքի միջով, ասեղի գլխի անցքի միջով, քանց հարուստ մարդը Աստծո արքայություն կգնա։ Հիմա ես բացարձակ դրան կողմ չեմ ասենք, հա, որտեվ մարդ ուզում է հարստանա, թող հարստանա, ոչ մի վատ բան տեղ չեմ տեսնում ես։ Բայց երբ որ նման կրոնի հետևորդը էնել անաշխատ եկամուտներով, ոչ թե օրինական բիզնեսի միջոցով, այլ օրինակ յուրացնելով նվիրատվությունները, չմուծելով հարկեր, թաքցնելով ստվերային ինչ-որ բիզնեսներով զբաղվելով, որը իրեն արգելված է։ Ինքը չի կարող բիզնեսմեն լինել, հա, կաթողիկոսը կամ բարսաշչյան հոգևորականը չեն կարող բիզնեսմեն։ Հանդարտ պարզ որ հսկայական ունեցվածք ունեն, այդ վեթինգը դրա համար է պետք։ Ուրեմն որ հասարակությունը իմանա, որ իմանա ով ինչ դղյակ ունի, ով ինչ քանի միլիոն դոլարանոց հաշիվներ ունի տարբեր տեղերում։ Կնեք, որ ասացիք ԱԱԾ-ն ստուգումներ է անում ֆինանսական։ Գուցե նաև դա, ես չգիտեմ։ Ես հենվում եմ հրապարակային դաշտում եղած չէ, ներքին որևէ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ ասեմ, որ գոնե այս հայտարարները որ կան ունեցվածքի եւ այլն, պետք է նաեւ իրենց վերաբերեն։ Չնայած հիմա համատարածի է գնում եւ դրան կողմ են բոլոր քաղաքացիները պետք է հրապարակեն։ Ապօրինի գույքի բռնագանձման օրենքով անցնում էր դատանում եւ հաղթել է, որովհետեւ դատախազություն չի կարողացել հիմնավորել, որ ապօրինի է, ինչ որ կրոնական եւ այլ բացատրություններ են, ինչքան ես գիտեմ բերվել այդ գույքին։ Դե մեկն էլ կասի այդ Bentley-ից նվիրել են։ Հա, դե նվիրել են, դե գնա ապացուցի, որ նվիրել են ինչ-որ բանի դիմաց կամ ոչ թե նվիրել են, այլ առել ես անունը դրել ես նվիրել են, որտեղից քեզ այդքան փող եւ այլն։ Հասկանում եք, ուզում եմ ասեմ, որ պետք է ինչ-որ մեկը այդ բաները եւս կարգավորի, եթե եկեղեցի ներսից հնարավոր չի, որ դա կարգավորի։ Եվ այստեղ ես կարծում եմ համանadrությունը, որ փոփոխություններ լինի, ինչ որ ներգրավում պետության կարգ ու կանոն եկեղեցի ներսում հաստատելու առումով պետք է պետություն ունենա, որտեղ լեգիտիմության տեսակետից եկեղեցին 10 անգամ ավելի պակաս լեգիտիմ է, քան պետությունը, որտեղ պետությունը մենք ընտրում ենք ընտրությունների միջոցով, ժողովուրդն է ընտրում։ Դուք մասնակցել եք կաթողիկոսի ընտրություններին։ Ոչ մեկ չի մասնակցել։ Դե մի խումբ մարդիկ են, ովքեր որ ինչ որ տեղերից պատվիրակներ են, պարզ չի թե ոնց են դառնում պատվիրակ, ոչ մի թափանցիկություն այդտեղ չկա, գնացել են ու պարզել չի ոնց է այնտեղ ընտրվել կաթողիկոս։ Ընտրական հանձնաժողովը վերահսկել է այդ ընտրությունները։ Ոչ։ Մենք գիտենք, որ Վազգեն Սարգսյանը դեռ 95-ին էր ուզում դարձնել կաթողիկոս, Լևոն Տեր-Պետրոսյանը անդիմացել է, չի թողել, իմանալով սա ով է։ Դրա համար Գարեգին առաջինին, գիտեք, Անտիլիասից բերեցին շատ նորմալ կաթողիկոս էր։ Եվ երևի այն քիչ կաթողիկոսներից էր, որը այդ Արատով KGB-ի հետ կապերի չէր տառապում։ Բայց ամենայն դեպս, չգիտենք, դա էլ չգիտենք, բայց ամենայն դեպս այդ հույսը ունենք եւ իր վարքից ամեն դեպքում երևում է շատ թե քիչ նորմալ կաթողիկոս էր, հա։ Հիմա վերջը հասավ իր նպատակին 99-ին եւ մնացածը դա էլ իր ամենայն հարգանքով Վազգեն Սարգսյանի հանդեպ այն մեծ վաստակը, որին ունեցել է պետականության կայացման գործում, բայց այդ հարցում ինքը մեծ սխալ է գործել։ Մեծ սխալ է։ Այդտեղ իրոք պետքա չմիջամտեր պետությունը, իսկ պետության ուղիղ միջամտությամբ է ընտրվել Գարեգին Բեն։ Ուզում եմ ասեմ, որ պետությունը պետք է ներգրաված լինի, բայց լեգիտիմ պետությունը եւ ժողովրդի կողմից ընտրված պետությունը գոնե կարգ ու կանոն է այդ ներսում պետք է պահպանի, որ կոռուպցիա այնտեղ չլինի, թալան չլինի, որպեսզի պարզ միամիտ հավատացյալներին չխաբեն, չկեղեքեն, չյուրացնեն նրանց նվիրատվությունները, հասկանում եք, մարդը կարող է վերջին իր լուման տանի նվիրատվություն անի եկեղեցուն, այդպիսի հավատացյալներ կան, որովհետև հավատում են, որ հա, դա Աստծո տաճարն է, Աստծո կառույցն է, Քրիստոսի կառույցն է, տանում են վերջի կոպեկը տալիս են ու հետո պարզվում է, որ այդ մարդիկ միլիոնանոց տղյակներ ունեն։ 1, 2, 3 միլիոն դոլարանոց տղյակներ։ Այդ տեսեք, պարոն Խորշիդյան, ձեր խոսքում անդադ ասում եք պետությունը պետք է անի եւ այլ։ Պարոն Գալստանյանը մեդիաներից մեկում հարցազրույցում ասում է, որ ըստ էության օտարերկրյա երևի հատուկ ծառայություններ նկատի ունի, կապվել են իր հետ եւ ասել են, որ եթե իշխանափոխություն չանեք, կարճ ասած ձեր ազգային արժեքները կվարկաբեկվեն, կոտնահարվեն եւ այլն։ Մեկը դա, մեկը
Շիրակի թեմի առաջնորդի այդ հայտարարությունը, որ առաջարկեցի ըստ էության հեղաշրջում եւ այլն եւ ռազմական, հատուկ շեշտում է, այնց էլ հպարտ շեշտում է։ Զինված հեղաշրջում ենք առաջարկում։ Տեսեք, սրանք չստուգվող եւ իրավական գնահատականի նույնիսկ չեն էլ փորձում Հայաստանի դատաիրավական համակարգը այս իրավիճակին նայել իրավական աչքերով։ Իհարկե նայելու դեպքում վստահաբար դա քաղաքական հետապնդում է որակվելու, բայց այն քաղաքացիները, որոնք այս ճամբարից չեն, այն ճամբարից չեն, այլ ուզում են ուղղակի իմանալ, որ ինչպիսի երկրում են ապրում, հա, այսինքն օտար ծառայությունները ինչպիսի ազդեցություններ ունեն, մի օր կլինի այստեղ ռազմական հեղաշրջում, թե չի լինի, այսինքն նույնիսկ քաղաքական ճամբարի չպատկանելով մարդիկ ուզում են իմանալ, էլի, սրա վերջը ինչ կարող է լինել։ Հայաստանի իշխանությունը ամեն դեպքում բավարարվում է, այսպես միայն օդում հնչեցնել, այստեղի դեպքում տարբեր քպականներ եկել են այս թեմայով հարցել են, իրենք այսպես խոսքային մակարդակում մեղադրում են, կաթողիկոսին են դիմում, ասում են նորմալ է, որ սա ասած, նայեն ասած, բայց առաջնային, այսպես ասենք, պատասխան տվողը Հայաստանի իշխանությունը չէ պետք է լինի։ Այ ինչու են անպատասխան մնում այս հարցը, եւ ստեղծում են ինչ-որ համակարգող խորհուրդ, պարզել չէ ինչով է զբաղվելու։ Ես չգիտեմ եւ ըստեղ Հայաստանը շատ այսպես անպաշտպան վիճակում է նաեւ հարևանների համեմատությամբ։ Տեսեք Ադրբեջանի եւ ես դրա մասին բազմիցս եմ խոսել, Ալիևների օրոք եւ հատկապես Որդի Ալիևի օրոք մաքրել է իր լյուստրացիա արել առանց օրենքի լյուստրացիայի մասին օրենք ընդունելու։ Ներքին կարգով իմանալով ում գործակալն է որտեղից է, կամ հանել է, կամ իրենց վերահսկողության տակ են վերցել։ Նույն այդ Ալաշուքյուրը ինքը հիմա Ալիևը վերահսկում է իրեն։ Եվ այն ինչ որ Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների վարկաբեկման ուղղությամբ սինխրոնության տպավորություն թողնելու համար այսպիսի հայտարարություններ անել եւ այլն Ալաշուքյուրի։ Այդ ամեն ինչ ես վստահ եմ ինքը Ալիևի թույլատվությունը ստացել է դրա համար։ Հանձնարարությունը Մոսկվայից է ստացել, բայց թույլատվությունը Ալիևից ստացել է, որտեղ որ համընկնում են ինքը ծառայում է KGB-ին, որտեղ չի համընկնում ինքը ծառայում է Ալիևին, միանշանակ։ Թե չէ այդ պաշտոնում չերլի վաղուց պրոբկի նման դուրս է թռել։ Մանավանդ Ալիևը ստիպված է համագործակցել Մոսկվայի հետ այդ հարցում, կրոնական, որտեղ Հյուսային Կովկասին տարբեր հավատացյալներին էլ է Ալաշուքյուրը վերահսկում, հա, մի հատվածին։ Հիմա ինքը մաքրել է իր մասով եւ դրա համար ռուսները Կրեմլը չի կարող իր ազդեցություն այդ առումով ներքին այդ ներսից պայթեցնելու այդ վտանգը, ապակայունացնելու պետությունը 5-րդ շարաշուն օգտագործելու Ադրբեջանը չի կարող։ Դրա համար է ստիպված հաշվի են նստում Ալիևի հետ եւ դրա համար շատ հարցերում Ալիևը հետ համաձայնվում է ի հաշիվ Հայաստանի շահերի։ Հայաստանը այս դեպքում թույլ օղակ է, որտեղ Հայաստանը ճիշտ է, հիմա մի քիչ ավելի պաշտպանված ենք Ալիևի նկարտումներից արևմուտքի մասնակցության եւ միջամտության շնորհիվ։ Այդ առումով չեզոքացրել ենք Ռուսաստանի ազդեցությունը Ալիևի միջոցով հիմնականում, վերջնականապես 100% չեմ կարող պնդել։ Լարսի այդ կամ բաների, ճանապարհների փակել չփակելը մյուս գործիքներ ես դրա մասին անդադ խոսում եմ Ռուսաստանի ձեռքում։ Դա էլ համեմատաբար չի գործում հիմա, որովհետեւ գիտեք, որ Ռուսաստանն էլ պակաս կախվածության մեջ չի Հայաստանի այդ առևտրից, քան Հայաստան-Ռուսաստանի, որովհետև միլիարդների օգուտներ է ստանում այդ առևտրից եւ իրեն շատ պետք են այդ միլիարդները։ Եվ մնում է ուրեմն 5-րդ շարասյան միջոցով եւ այդ գործակալական ցանցերի միջոցով այդ ազդեցությունը գործելը եւ Հայաստանի շահերը կարողանա վաճառի Ալիևին, տարբեր գործակալներին, գործընկերներին եւ դաշնակիցներին։ Եվ այդ 5-րդ շարասյանը չեզոքացնելու պարտականությունը մեր պետության պարտականությունն է։ Այո, նաև ԱԱԾ-ի պարտականությունն է, նաև ուժային մյուս կառույցների պարտականությունն է, բայց նաև հասարակության։ Հասարակությունը պետք է խոսա սրա մասին, պետք է իմանա սրա մասին, եւ մենք էլ փորձում ենք մեր լուման այդ մասով ներդնել, բայց եթե մենք չազատվենք այդ վտանգից, իսկ ես չեմ ասում, որ անթույլատրելի է փոխել Հայաստանի իշխանություններին, ոչ, Հայաստանի իշխանություններին վաղ թե ուշ պետք է փոխել, բայց այդ փոփոխությունը պետք է անի Հայաստանի ժողովուրդը, ոչ թե արտաքին ուժերը, ոչ թե այն մարդիկ, ովքեր ասում են մենք գնում ենք արտաքին ուժերից, ուժային բաներից կոնտակտների մեջ ենք եւ մեզ ասում են sense բաներ Հայաստանը էս կլինի, եթե էս չանեք։ Եկեղեցական նույն Վազգեն Գալստանյանի մասն է խոսքը, հա, որ էլի բացահայտ ասում է իր կապերի մասին արտաքին չգիտեմ հատուկ ծառայություններից էր խոսում, ուժային ինչ կենտրոններից էր խոսում, տենց էլ չէ, հետազոտական կենտրոնը ո՞րն է, ասեմ, հետազոտական կենտրոնը չեմ հիշում ձևակերպում, բայց ուզում ասեմ, որ դրսից չպետք է փոխեն Հայաստանում իշխանություն։ Հենց որ դրսից փոխեցին, մեր շահերը էլի դրսին պետք է վաճառվի։
ոնց որ Արցախը վաճառվեց, հանձնվեց, ոնց որ մեր 200 քառակուսի կիլոմետրը հանձնվեց, հենց Ռուսաստանից էին հրահանգել նաև մեր որոշ գեներալների, որ մի դիմադրեք, մենք այդ հարցերը կլուծենք, հիշում եք 21 թվականի մայիսյան այդ ներթափանցումը առանց կրակոցի, երբ որ Փաշինյանն ասաց հապկից են խորհուրդ տվել չկրակել։ Հա, դե այդ խորհուրդը մեկին խորհուրդ են տվել, մեկին հրահանգել են, նաև ինչ մակարդակի վրա, հա, գեներալներին հրահանգել են, Փաշինյանին խորհուրդ են տվել։ Եվ հետո էլ ասում էր, որ parzենք, որպես ազգի դավաճան պետք է դատենք, չէ՞, նույն Փաշինյանի խոսքերն էր։ Ուզում ասեմ, որ այդ միջև ներսում չմաքրենք այդ ամեն ինչը, որ մեր բոլոր կառույցները, բոլոր, այդ թվում եկեղեցին, սպասարկեն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը, այլ ոչ թե որևէ դրսի հրահանգ կատարեն, միջև դա տեղի չունենա, մենք ապագա այս պետականությունը մեր ապագա չի ունենա։ Շնորհակալ եմ պարոն Խորշոդյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Հովսեփ Խորշոդյանին։